Այսօր խոսում են բանակի ժամկետը կրճատելու ինչ որ 2 տարին տարուկես սարքելու համար։ Դրանով ոչ մի արդյունքի չեն հասնելու, դա կարագ է, դրանով ավելի շատ խարոքանն են անելու բանակը։ 1, երկրորդը կրճատում են զինված ուժերի բյուջեն։ Այսօր ոչ թե զինված ուժերի բյուջեն պետք է կրճատել, այլ զինված ուժերի բյուջեն պետք է եռապատկել, 5-պատկել, նույնիսկ 10-պատկել ու զինված ուժերը հնարավորինս ամանում կարճ ժամկետներում բերել ավելի բարձր մակարդակի, որպեսզի մենք կարողանանք դիմակայել այս աշխարհաքաղաքական իրավիճակներին, որովհետև այստեղ ոչ միայն հարցը Ադրբեջանն է, Թուրքիան է, մյուսն է, այլ արդեն պարզ երևում է, որ եւ Իրան, եւ Իսրայել, եւ Ամերիկա, եւ բոլոր հարումներով այսօր շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծված, եւ ամեն վարքյան այս տարածաշրջանում կարող է լուրջ գործողություններ սկսվեն եւ մենք պետքա փորձենք այդ գործողությունների ժամանակ կարողանանք կանգուն լինել եւ դրա համար պետքա բանակը հզորացնել։ Բանակը դա միակ երաշխավորն է, միակ երաշխավորը, որ կարողանա այս ազգին, մեր ազգին պահպանել գալիք սպառնալիքներից։